Ձմեռը հետ է եկել ու հեռուներից լսվում են շներից հաչոցները։ Փետրվարի 11-ն է, օրը չորեքշաբթի ու այսպիսի առատ ձյուն ամբողջ գիշեր եկել է ու շարունակում է տեղալ։ Այո, չնայած որ օրացույցով 17 օրից գարուն է, բայց խորը ձմեռը առատյան տեսքով չի ուզում լքել։ Ովքեր կանվանեն սպիտակ հեքիաթ կամ հրաշք, այս տարի 2 ամիս տեսանք այս հրաշքից։ Կարծում եմ բավարար է։ Կեր, մունտիկ է, լունտիկ ինչի եկա, ծիկրակեց ու գնաց։ Լավ, դե գերեք։ Գնա։ Ույ։ Ու էլի մինչև ծնկներս ձյան մեջ խրվելով պետք է առաջանամ։ Ուրիշ տարբերակ չունեմ։ Գնացի։ Ձեզ թե կենդանիներս որոշել են իրենց տեղում սպասել ինձ։ Էլի առաջին ոտնահետքեր։ Ահա, անգամ որցուկը այստեղ են սպասում։ Որցուկ ջան, հայ որ ամեն օր այստեղ սպասես, ավելի լավ կլինի։ Հանգստացեք։ Ահավոր ձների միջով մեկ է հանգիստ։ Հեսա, անցեք ներս։ Հասկացա, մի րոպե, ես ամբողջովին ձյուն եմ, արի։ Ինչ խելոք եք եղել, որ այստեղ եք ինձ սպասել։ Ոչ թե ձյան տակ, ուղղակի չնայած ձյան տակ, եթե նստեին, երևի մնային ձյան տակ, այդքան առատ ձյուն է գալիս, դե սպասի, սիրունս Ավրորան է վերջացրի, որ ճաշի տտամ բոլորով ուտեք։ Հասկացա, Զաբել։ Ավրորա ջան, հենա չորը, նա քոննա, գերեք ու լավ մնացեք։ Լավ, դուք ձեր տարածքը, ձեր կերը, ես գնացի։ Իմ հետևից ոչ ոք չի գալիս, լսեցիք։ Հաջողություն։ Ահա, վազեցին որցուկի առաջնորդությամբ։ Ձեները լսվեցին ու նրանք այսպես ձների միջով վազեցին։ Հեն կողմը կան գործարանի տարածքներ, որտեղ կան բավականին շներ ու իրենք հաչում են, սրանք հաչում են, նրանք հաչում։ Զաբել, ես ինչի շնչակտուր եկար։ Թողեցիր բոլորին։ Հետ գնա։ Հետ անց ինձ ուղեկցել պետք չի, Զաբել։ Ձյունը քո հասակին է։ Գնա սիրունս, գնա արևս։ Էլ ոնց կլիներ, Զաբելն ինձ չէր ուղեկցել իրենց մոտ, հիմա պիտի հակառակը ուղեկցի, ես էլ ասեցի մնացել ինչ-որ տեղը, լավ էլի Զաբել, այս ձնառատ վիճակով հետ անցի դու, Զաբել հետ գնա, հեկար ճանապարհեցիր, դե հետ անցի, հետ գնա սիրունս, ես գնամ իմ խորթուբոր ճանապարհով տուն հասնեմ, հետո գնամ մյուս թևի կենդանիներիս մոտ, լցնում եմ այստեղ կատուներ են մնում և այս անկյունը մնում է փոքրիկ է, այստեղ այնքան մնում Բարձրանաս կուտես, հեռվում երկու մուկ գույնի շունիկ եմ տեսնում, որոնք խաղում են, հեսա, հենց ինձ նկատեն, կվազեն ընդառաջ գժուկները, դու էստեղ էիր Գամփրիկ, ես գիտեի նրանցից մեկն ես, հիմա էստեղ քեզ կերտամ, թե որտեղ, ասա տեսնեմ, լավ, քո տեղը էստեղ արի քեզ էստեղ, Գամփրիկ, հենա մաքրեցի, քո կերը էստեղ եմ լցրել, թե ովքեր են ինձ ընդառաջ գալի, սա մյուս սպիտակն է, բայց ոչ մամաշը, նույնիսկ չգիտեմ էքա թե որցա, և ես մյուսը, եկեք, Գամփրը իր տարածքում սկսեց ուտել, ինքը բավականին կարգապահ է, պուպուշից, համբերի, լավ, հասկացա, հիմա մի հատ մաքրեմ, որպեսզի ինչ նախանձն ես, տեսար քեզ էլ չմնաց, արի բուջուս, մաքրեցի, դու էլ էստեղ կեր, սիրունն եկավ, բարկացավ մի հատ Գամփրի վրա, թե ինչի այս շունոներին ջղայնացնում, ինչի է խանգարում, ահա ոնց որ հավաքվում են, հանգիստ էլ մի հատ այս կողմ էլ կա, եկեք կերեք, սպասեք բերում եմ, չեք թողնի դուք մաքրեմ, մի քանի տեղ եմ լցրել, որ կռիվ չանեք, խելոք կերեք, արջո, լավ ես, կռիվ չի անում, իրա համար ուտում է, հասկին է ուտում, սիրունն է ուտում, մյուսն է ուտում, նա է ատում, արի, դմբող, հեսա, քոնն էլ էստեղ արի, արջը կերավ գնաց, հասկին, սիրունը, մյուսին տվեցի հեռու, որ կռիվ չանի, այս դմբոն չի գնում են տեղից ուտի, ծիտիկներն են ուտում, եկել ես էստեղ նայում ես, ինչ,
Տեսար, չի թողնում։ Երկու տեղ լցրել եմ, այս մեկի վրա մեղր չի լցրած, գնա այն մյուսը կեր։ Դու ստերջացված լինես, հա? Այս մեկը սպիտակներից կարող չունի կլիպսա, բայց ստերջացված լինի։ Այն մյուսը ձագեր ունի, ես երկուսով ու շաշնան էին հայտնվել։ Եկավ, մյուս կաղացող ոտքով եկավ հասավ։ Դմբոջան, հենա, արի կեր։ Ողա դու ստերջացված ես գժուկ։ Ահա, մեզ շագանակագույնն էլ եկավ, ընկերը տա։ Օ, կաղ ոտքով իրա ձագերն են, շատ հեռվում, իրենք պետք չի, որ այստեղ կան կռիվ կսկսվի, ես նրանց ուրիշ կողմ տանեմ, ես փորձում եմ հասնեմ, այստեղ իրենց մոտ կերակրեմ ավելի լավա, քան իրենք գան ենտեղ, տեսեք ինձ տեսնում են, գիտեն որ կեր են տալի, բայց միևնույնա փախչում են, խելոք, եկեք, առանց կռիվ անելու, ձագոներ եկեք, տեսեք Սիրունիկը պաշտպանում է, որ ձագերն ուտեն, չի թողնում ոչ մեկին մոտենալ։ Այ Սիրուն, դու ես ինչ խելքի կտոր ես։ Իրեք։ Գնանք մայրը թող ուտի, մյուսների հետ գնամ, թե չէ ես այստեղ բնակիչները լավ բան չի ստացվի։ Գնացինք Սիրուն, կարևորը ձագուկներին լցրեցի, թող ուտեն։ Քո համար գնա, այս կենթայիններն իրանց համար անցնում էին տոպրակով, այն էլ աղբի տոպրակով։ Դեպի շների կողմը գորգրոցով անել ինչ իմաստ ունի։ Երբ մարդիկ շան հաչոց են լսում կամ մեկ շնից շուն են տեսնում, վերջ շնանոցա։ Ինչքիս այս քանի օրը լավ չեն կերակրում, կերակուր չեն կարողանում գտնել այն կաղացող ոտքովն ու ձագերը, որ անընդհատ գալիս են այս կողմի վրա։ Հիմա ասեմ կասեք։ Սիրունիկը այն կնոջից խելոք էր։ Չթողեց ոչ մի շուն մոտենա, որ ձագերը ուտեին։ Մեծ կին էր, ուրեմն չգիտի, որ աղբի տոպրակով դեպի շների կողմը թափահարել, դա ինտրիգա շների համար չի կարելի։ Դու որտեղից եկար։ Որտեղից որ եկար կեր։ Նա մամաշն է եկել։ Տեսեք, որ ասում է այս երկուսի թայը։ Այս մեկը հղի է, ձագերա ունեցե, որտեղ չգիտեմ, այս մյուսը չի ունենում։ Լավ ես, կերտամ թողուտի, ետևից ես չես գալիս Սիրունես։ Կաղացող շունը հետո կգա այստեղ ինչ մնա նա էլ կուտի։ Հավանաբար այն կողմերից կեր չի կարողանում գտնել։ Մի հատ էս երկու գամփրին նայեք, արջին ու սև գամփրին, խելոք իրա կողք նստել։ Այս շներին տեսնում են ու մի անգամից շնանոց է դարձել, որ չեն ասում։ Տերով շունն է ինձ դիմավորում, գիտի որ առանց կերի չեմ անցնում իր կողքով։ Ինձ է սպասում Ռեքս։ Վույ, լայած, կհա Ռեքս հիմա։ Հանգիստ թողեք ինձ մի հատ, դուք անցեք ձեր ճանապարհով, ես էլ իմ։ Ինչ ես մնացեմ ոլորված կանգնած, գնա, հետ գնա։ Օ, Սիրուններս էստեղ են ինձ սպասում, խելոք մի հատ, արջուկը, սպիտակը, սևուկը, վախկոտը, մյուս վախկոտն ինգա, հերիքա, լավ դու սիրաշահես արջուկին։ Էս ուր էիք։ Ուր էիք լինում, որ ձեզ չէի տեսնում։ Անցի սպիտակս, ոնց եք։ Սպասել եք ինձ, ներսում, ինձ էիք սպասում, հա սպիտակ։ Լավ, հելոք, գնա այն մյուսը կեր, հենա, հենտեղ կեր։ Բա այն մյուսը ուրա քո, լավ, երևի հետո կգա, կեր սևուկս, դու կերել ես էլի, որտեղ։ Սիրունս։ Դու կերել ես, էլ ինչ ես եկի խցկվել իրենց մոտ, դե լավ, գնացի։ Հաջողություն սևուկը, սպիտակ արջուկը և մյուս վախկոտ է, մյուսն էլ հավանաբար մոտակայքումա կգա, հաջողություն սպիտակ։